Մայիսի 28-ին սպասվող զորահանդեսը իշխանության համար պարզապես տոնական միջոցառում չէ, այն ըստ ամենայնի վերածվում է քաղաքական ցուցադրության։ Ժողովուրդ օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ամեն ինչ կազմակերպել այնպես, որ նախատեսվող զորահանդեսը լինի հնարավորինս տպավորիչ և լայն արձագանք առաջացնի հանրության շրջանում։ Մեր տեղեկություններով վերջին օրերին զինվորական ուժերը բառացիորեն օր ու գիշեր ներգրավված է նախապատրաստական աշխատանքներում։ Նախատեսվում է, որ մայիսի 28-ի զորահանդեսը կանցկացվի հանրապետության հրապարակում։ Սակայն իշխանությունների մտադրությունն այնքանով չի սահմանափակվում։ Իշխանական աղբյուրների համաձայն Փաշինյանի հանձնարարությամբ զորահանդեսից հետո զրահատեխնիկան երկար ժամանակ կմնա մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում, որպեսզի քաղաքացիները հնարավորություն ունենան մոտենալ, դիտել և լուսանկարել այն։ Ավելին, ըստ մեր տեղեկությունների, Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ուղիղ եթերում անձամբ ներկայացնել ցուցադրվող զրահատեխնիկան, բացատրելով, թե դրանցից յուրաքանչյուրը ինչ նշանակություն ունի և ինչ կարողություններով է օժտված։ Այսպիսով, մայիսի 28-ի զորահանդեսը կարծես իշխանության համար ոչ միայն պետական խորհրդանշական օր է, այլև ուժի, տեխնիկայի և քաղաքական ներկայության ընդգծված ցուցադրություն, իսկ գլխավոր հանդիսավարը փաստացի կլինի Նիկոլ Փաշինյանը։